Պեկինի ժողովրդական ժողովների տան հրապարակում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական դիմավորման արարողությունը պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի եւ Դոնալդ Թրամփի բանակցությունները տևել են ավելի քան 2 ժամ։ Համագործակցությունն օգուտ է բերում, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին։ Մենք պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ, ասել է Չինաստանի ղեկավարը հանդիպման սկզբում։ Նրա խոսքով երկու երկրների ընդհանուր շահերը գերազանցում են տարաձայնությունները եւ այս տարին պետք է պատմական լինի երկրների հարաբերությունների համար։ Սի Ցինփինը նաև զգուշացրել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։ Չինաստանի նախագահը նաև նշել է Թայվանի նեղուցում խաղաղության անհնարինությունը Թայպեյի անկախության դեպքում։ Թայվանի խնդիրը ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ամենակարևոր հարցն է եւ դրա հետ կապված գրագետ մոտեցումը կերաշխավորի երկու երկրների միջև կայունությունը, հայտարարել է Սին։ Եթե այս հարցը արդյունավետորեն չլուծվի, Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև կառաջանան հակամարտություններ, որոնք կհանգեցնեն երկկողմ հարաբերությունների լուրջ վատթարացման եւ երկու երկրներին էլ վտանգավոր դրության մեջ կդնեն, զգուշացրել է նա։ Թրամփը շնորհակալություն է հայտնել չինացի գործընկերոջը ընդունելության համար։ Մեզ մոտ ամեն ինչ ստացվել է։ Երբ դժվարություններ են առաջացել, մենք դրանք լուծել ենք։ Ես զանգահարում էի ձեզ, դուք զանգահարում էիք ինձ։ Երբ մենք խնդիր էինք ունենում, շատ արագ լուծում էինք այն։ Մենք միասին հիանալի ապագա ունենք։ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կլինեն ավելի լավը, քան երբևէ, ասել է Թրամփը։ ԱՄՆ-ն մտադիր է Չինաստանի հետ բիզնես վարել փոխադարձ հիմունքներով։ Ինձ հետ բերել եմ աշխարհի առաջատար ձեռնարկատերերին համագործակցության հեռանկարները քննարկելու համար, ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել է, որ Իրանի հետ պատերազմի ժամանակ գաղտնի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ եւ հանդիպել է այդ երկրի նախագահի հետ։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի հանդիպումը նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանգեցրել է պատմական առաջընթացի։ Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այցի մասին տեղեկությունները լիովին անհիմն են։ Գերատեսչությունը հերքել է Նեթանյահուի կամ որևէ այլ իսրայելական ռազմական պատվիրակության ենթադրյալ այցի մասին տեղեկությունները, ընդգծելով. Արաբական Միացյալ Էմիրությունները հաստատում է, որ Իսրայելի հետ իր հարաբերությունները հրապարակային են եւ իրականացվում են հայտնի եւ պաշտոնապես հռչակված Աբրահամյան համաձայնագրերի շրջանակում, այլ ոչ թափանցիկ կամ ոչ պաշտոնական համաձայնագրերի հիման վրա։ Reuters-ը հղում անելով աղբյուրին հայտնել է, որ Նեթանյահուի եւ Էմիրությունների նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Օմանի հետ սահմանին գտնվող օազիսային քաղաք Ալ-Այնում եւ տևել է մի քանի ժամ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով 20 նոր զոհ է գրանցվել, այդ թվում երեխաներ։ Այդ մասին հաղորդել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Առողջապահության նախարարության տվյալներով 2026 թվականի ապրիլի 16-ի հրադադարից ի վեր առնվազն 23 երեխա է զոհվել, 93-ը վիրավորվել։ Իսրայելի բանակը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի հարավային եւ արևելյան Բեքահա շրջանի 8 բնակավայրի բնակիչներին։ Հեզբոլլահն էլ հայտարարել է, որ թիրախավորել է Իսրայելի հետ սահմանին գտնվող Ցահալի հավաքատեղին, զրահատեխնիկան եւ տրանսպորտային միջոցները։ Չնայած ապրիլի 16-ին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հայտարարած հրադադարին, Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև բախումները շարունակվում են։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության, մարտի 2-ից Լիբանանում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2896-ի, իսկ վիրավորներինը 8824-ի։ Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան հրաժարական է տվել իշխող կոալիցիայի ներսում խորացող հակասությունների ֆոնին։ Քաղաքական ճգնաժամը սրվել է պաշտպանության նախարարի շուրջ սկանդալից հետո։ Ավելի վաղ կոալիցիոն 3 ուժից 2-ը պրոգրեսիվների եւ կանաչների ու գյուղացիների միությունը հայտարարել էին, որ կառավարությունը ձախողել է իր աշխատանքը եւ Սեյմը կարող է քվեարկել Սիլինյայի կառավարության հրաժարականի հարցով։ Լատվիայում քաղաքական լարվածությունը սկսվել էր մայիսի 7-ին, երբ երկրի օդային տարածքեր ներթափանցել 2 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկն ընկել էր Ռեզեկնեի նավթաբազայի տարածքում։ Միջադեպը լայն արձագանք էր ստացել քաղաքական շրջանակներում։ Մայիսի 10-ին պաշտպանության նախարարը հրաժարական էր ներկայացրել, հայտարարելով, որ չի ցանկանում, որպեսզի բանակը ներքաշվի քաղաքական պայքարի մեջ։ Գիշերը Կիևում 8 ժամ շարունակ գործել է տագնապի ազդանշանը։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը ռուսական 657 ԱԹՍ-ից խոցել են 652-ը, 56 հրթիռից 41-ը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ընդհանուր առմամբ մեկ օրում ռուսական ուժերն ավելի քան 1560 անօդաչու թռչող սարք են արձակել ուկրաինական քաղաքների եւ բնակավայրերի ուղղությամբ, գիշերային հարվածի գլխավոր թիրախը եղել է մայրաքաղաքը։ Կիևում թիրախավորվել է ավելի քան 20 շինություն, այդ թվում բնակելի շենքեր, դպրոց, անասնաբուժական կլինիկա եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Պաշտոնական տվյալով Կիևում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 1 մարդ, եւս 32-ը տուժել է, այդ թվում երեխա։ Փլատակներում գտնվող մարդկանց որոնումները շարունակվում են։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ Կիևում ջրամատակարարման ընդհատումներ են գրանցվել։ Դավիթ Մուրադյան, լուրեր։